Ադրբեջանից 7600 տոննա նավթամթերքի նոր խմբաքանակ է Հայաստան ներմուծվում։ 6000 տոննան բենզին է, 1500 տոննան դիզելային վառելիք։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես առաջին դեպքում այս անգամ եւս ներկրումն իրականացնում են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ եւ Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդու Շիշա World ընկերությունները։ Ինչպես է ստացվել, որ բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող հայաստանյան ոչ բոլոր ընկերություններն են մասնակցում ներկրումներին։ Factor TV-ին 3 հետաքրքրվեց վարչապետից։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Այս պատասխանից ստացվում է առաջին խմբականակի ներկրման ժամանակ բենզինի բիզնեսով զբաղվող ոչ բոլոր ընկերություններն են նոր հնարավորության մասին տեղեկացվել։ Որոշիչ են եղել գործարարների քաղաքական հայացքները։ Խաչատուր Սուքիասյանն իշխանական падգամավոր է, իսկ նախկին հանրապետական Սամվել Ալեքսանյանը դեռևս հեղափոխության օրերին չէր թաքցնում, նոր իշխանության նկատմամբ լոյալ է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով բենզինի դաշտում խոշոր խաղացողները CPS-ն ու Flash-ն են, որոնք հիմնականում Ռուսաստանից են ներկրում։ Ըստ նրա, այս երկու ընկերությունների սեփականատերերը չէին ցանկանա ադրբեջանական բենզինի փոքր խմբականակի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել։ Տնտեսագետը նշում է, որ պետությունը այնուհանդերձ պետք է ընտրողաբար չմոտենա առանձին ընկերություններին։ Եթե սա երկար շարունակվի, ապա կարող է իրոք շուկայում բերի բավականին լուրջ քաոսային վիճակ, երբ որ պետական այսպես քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում մեկ ընկերություն ստանում է բավականին լուրջ առավելությունը։ Սուքիասյաններին պատկանող Run Oil բենզալցակայաններում ադրբեջանական պրեմիում տեսակի բենզինի առաջին խմբականակը վաճառվում էր լիտրը 430 դրամով, այլ բենզալցակայանների համեմատ շուրջ 90 դրամ էժան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում չի համարում, որ հակամրցակցային պայմաններ են ստեղծվել։ Ոչ մի հակամրցակցային բան չկա, մյուս ընկերությունները ես տեղյակ եմ, որ վերջին զարգացումների պայմանավորված իրենց մատակարարները իրենց ավելի լավ գներ են տալիս եւ շուտով մենք ամբողջ շուկայում կտեսնենք գների իջեցում։ Անհայտ է մնում Ադրբեջանից Վրաստանի տարածքով բենզինի տարանցման վճարի չափը։ Առաջին բեռնափոխադրման համար Թբիլիսին տարանցման գումար չէր պահանջել, բայց Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանը բարձր գներ է սահմանել, հարցի շուրջ բանակցում են։ Այսօր նախարարը Factor TV-ին հրաժարվեց ասել, թե ի վերջո տարանցման ինչ գին է որոշվել, ասաց միայն գործարարների համար այն ձեռնտու է։ Հարցը լուծվել է։ Ինչպես։ Բավականին լավ գին է առաջարկված, կոնկրետ գինը հիմա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բիզնեսը նպատակահարմար է համարում։ Ըստ նախարարի յուրաքանչյուր տարանցման համար կախված բեռների ծավալից կարող է տարբեր գին լինել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով Վրաստանը հայկական խոշոր ընկերությունների համար զեղչեր է կիրառում։ Նա չի բացառում, որ նույն մոտեցումը լինի Ադրբեջանից ապրանք ներկրողների համար։ Նա վրացական կողմը ստեցան որոշել է նաև այլ հայկական ընկերության նույնպես զեղչեր տրամադրել, որը թույլ կտա ավելի ցածր գնով, տրանսպորտային ավելի ցածր ծախսերով բեռներ փոխադրել Հայաստան, Ադրբեջանից Հայաստան։ Խաղաղության գործընթացի շրջանակում հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունն առայժմ միակողմանի է։ Հայաստանից դեռևս որևէ բեռ մուտք չի գործել Ադրբեջան։ Նախարար Պապոյանի խոսքով այժմ բանակցություններ կան Հայաստանից ալյումինի փայլատի տեղ, ալյումինի փայլատի տեղի հումք, ֆերոմոլիբդեն ընտանի կենդանիներ, կոնյակի հումք, ծխախոտ, տեքստիլ արտադրանք արտահանելու վերաբերյալ։ Ընկերություններ էլ կան, որոնք որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքներ ներմուծելու եւ մենք նաեւ առաջարկել ենք ոչ թե ընկերությունները, ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքների վերաբերյալ ցանկությամբ են ներկայացրել, որը միգուցե իրենց կարող է հետաքրքրել։ Մենք ուղարկել ենք ցանկը, քանակը, որ կարող ենք իրենց տրամադրել, օրինակ հիշեցի, դրա մեջ կա նաեւ վարդ, դրա մեջ կա ջերմոցային արտադրանքներ, այսինքն լոլիկ, պղպեղ եւ այլն, հա, դրա մեջ եւ մոտավոր գինն ենք առաջարկել։ Այս պահին ադրբեջանական կողմը նման ցանկություն չի հայտնել կոնկրետ ապրանքների մասով։ Քիչ հավանական եմ համարում, որ դա կարող լինի լայն սպառման ապրանք, որտեղ Ադրբեջանում դեռևս իշխում է այսպես բարձր մակարդակի հայատյացությունը եւ դժվար թե նրանք հանդուրժեն իրենց
խանութներում կոնյակ, գինի կամ պահածո Հայաստանի արտադրության։ Ադրբեջանը դեռևս ոչ միայն հայկական ապրանքներ չի ներկրում, այլև անարձագանք է թողել Փաշինյանի առաջարկը Հայաստանի տարածքով Թուրքիա բեռներ արտահանելու վերաբերյալ։ Հիշեցնենք, Հայաստանն Ադրբեջանի տարածքով նաև բեռներ է ներկրում Ռուսաստանից եւ Ղազախստանից։